կասկածյալի հորը բռնության ենթարկելու հայհոյանքներով, կտանքներով իբր ցուցմունք կոծելու գործով եւ դուք փաստորեն մյուս փաստաբանն եք եւ ասացին փաստորեն այստեղ երկրորդ մեղադրյալը կայացնում։ Ես երկրորդ մեղադրյալ Գևորգ Միքայելյանի պաշտպանն եմ։ Գևորգ Միքայելյանը ոչ թե մեղադրվում է խոշտանգման մեջ, այլ իբրև ենթադրաբար առանց որևէ ապացույցի կարող եմ հստակ ասել, որ մեղադրվում է իբրև ներկայ գտնվել ու չի կանխել, բայց այստեղ խնդիրը ոչ թե այդ է, այլ պիտի շատ ներկայ գտնվել ծեծի քաղաքական բաժանում եւ ներկայացում, բայց չկա այդ հիմնավորող որևէ փաստական տվյալ, որևէ ապացույց, իրականում չէ, այդ ոչ թե ներկայացնում որպես պաշտպան, այլ իրապես քրեական վարույթում չկա որևէ նյութ, ինչը կհիմնավորի, որ պաշտպանելս դեպքին ներկայ է։ Այդ նյութը դուք եք տարածել, Տիկին Բադոյան, ու նաև ձեր տարածած նյութի գիտեմ, որ լրագրողական խնդիրը սկզբն աղբյուրը եթե պարզվեր, միանշանակ հստակ կերևոր, որ պաշտպանություն։ Ես ցանկացած լրագրող պարտավոր Չէ, ես հղում չեմ, ուղղակի նաև որպես ճանապարհ եմ ասում, իսկ մնացել ենք մենք այդտեղ բարի իմաստով ձեռք բերված չհիմնավորված ապացույցներ հետևից տալու, հիմնավորվում նրա, որ պաշտպանելս անունը։ Այստեղ խնդիրը ոչ թե իրանք հիմնավորել են, թե չէ, բնականաբար չեն հիմնավորել, չհիմնավորելով հանդերձ մեղադրյալի կարգավիճակումը, չհիմնավորելով հանդերձ գտնվում տնային կալանքի տակ, իմաստացում է, որ մենք դատականության ժամանակ է տնային կալանքի տակ է 40 օրից ավելի։ Այսինքն դեպքից անմիջապես հետո, եթե չեմ սխալվում, պարոն Գևորգյան, ես այդ նյութը հրապարակել եմ փետրվարի 2-ին կամ 3-ին։ Դեպքից մոտ 15 օր հետո է ձերբակալվել պաշտպաններս ու իմջալից մեղադրվում է միջին ծանրության հանցակի կատարման մեջ, ի հակառակ մյուս մեղադրյալի Հայկ Հակոբյանի, ով մեղադրված ծանր հանցակի կատարման մեջ, որի նկատմամբ ի սկզբանե քիմիական մարմինը միջնորդել էր որպես տնային կալանք, իսկ ին պաշտպանելի նկատմամբ, չնայած որ մեղադրանքը միջին ծանրության էր, միջնորդվել էր կալանք։ Այստեղ հավասար պայմաններում են դրել։ Չէ, ոչ բնավորով չէ, որովհետև ծանր հանցանքի մեջ մեղադրվող անձին միջնորդվել էր տնային կալանքի սկզբանե, իսկ իմ պաշտպանելի նկատմամբ միջին ծանրության միջնորդվել էր կալանք։ Ի պատիվ դատարանի մենք պայքարի արդյունքում ունեցանք տնային կալանք, հակառակ դեպքում ուզում էին, որ կալանավորվեր։ Չնայած այն հանգամանքին, որ նորից ասեմ, քրեական վարույթով չկա գետ մեկ ապացույց, մեկ փաստարկ, հավանաբար նաև գործը հետաքրքրություն ներկայացնողը կարծում եմ, որ լրատվականներից է բարբերաբար լինելու են լուսաբանմանը, որպեսզի նաև իմ խոսքը չհնչի սին ու նաև իմ խոսքը իբրև չընկալվի որպես հերոին ձանից դատարկ խոս, այդ ամեն ինչի դուք ականատես եք լինել դատականության։ Ձեր պաշտպանյալը ներկա է եղել այդ խոշտանգման պրոցեսի։ Պաշտպանյալս անգամ այդ խոշտանգման պրոցեսի ժամանակ չի գտնվել վարչական շենքում, ինչի հիմնավորվել է փաստացի հեռախոսի տեղակայումները հանդեպ։ Մարտի շենքում չի եղել, բայց դա թվում է նրա համար, որ ինքը ներկա է եղել։ Այո, այստեղ շատ ավելի խորը խնդիր կա ըստ իս։ Այստեղ սվոյի ու չուժոյի խնդիր կա, ուսել եմ բառն օգտագործելու, այսինքն եթե Գևորգ Միքայելյանը սվոյ չի, միանշանակ չէ ընդունել, որտեղ ինքը եկել է այդ կոլեկտիվ, արդեն իսկ այդ կոլեկտիվի գոյություն ունենալով, հավանաբար եթե դու մերոնցական չես, ուրեմն դու ես նկարողը։ Այդ մերոնցականը ու մոնքական, քննչականի պետի, ներքին գործերի նախարարի, այդ կոլեկտիվի ընդհանուր Երևանի ոստիկանության վարչության պետի, ով իդեպ տարօրինակերպով նույնիսկ նկատողություն չստացավ իր բաժանումներից մեկում տեղի ունեցող։ Ես որպեսզի անվանական չասեմ, չգիտեմ թե այդտեղ այդ կոլեկտիվ, որտեղ որ Գևորգ Միքայելյանը այս վերջի փոփոխությունների արդյունքում էր ծառայության անցել, կարծում եմ, որ հետագա հավաքողներ եղել, բայց մինչև ոստիկանապետի տեղակալ անվասիր վարն ունի որպես ոստիկան, 13 տարվա չունի որևէ նկատողություն, պարկեշտ ոստիկան է։ Այսինքն ինքն խոշտանգելով մարդկանց ցուցումներ չի գործել։ Բացարձակ չունենք նման դեպք, չունենք անգամ նման ծառայական քննության արդյունք։ Ինֆորմացիոն արտահոսքի համար նա միակ ձեր պաշտպանյալը միակ մեղադրյալն է։ Տեսեք։ Եվ այլ կասկածյալներ չկա։ Քրեական վարույթով ոչ թե ինֆորմացիոն արտահոսքի համար, այլ իբրև որ ներկայ է գտնվել ու չի կանխել, իր պաշտոնական պարտականություն չի կատարել, բայց այստեղ խնդիրը լրիվ այլ է, ես հավաստիացնում եմ, որ այս մեղադրանքը ոչ թե իրականում կապ ունի իբրև ներկա գտնվելու չկանխելու հետ, այլ ամբողջ ուղղությունը իբրև ընդունում են միջեր հիմա, որ ինքն եղել նկարողը ու շատ ավելի վատ վերաբերվում են նկարելու հանգամանքին, քան կվացյալ ոչ միայն խոշտանգելուն, եթե այլ հիմնավորում ունենար իբրև որ այնտեղ է եղել ու չի կանխել ու չլիներ այդ ձայնագրությունը, ես համոզված եմ նաև այս վերաբերմունքը չէր լինի։ Այսինքն դուք մտածում եք, որ այսպիսի արատավոր երևույթները ներքին գործերի
նախարարության համակարգում շատ է մարդկանց ծեծելով, նվաստացնելով, մանավանդ Կասկադյալի հորը, ոչ թե բուն Կասկադյալին, Կասկադյալի հորը ստորացնելը եւ այլն։ Այսպիսի գործողությունները շատ հաճախադեպ են եւ սա նորմալ է ընկալվում։ Ես ճիշտ ասած չեմ կարող ասել հաճախակի, չէ՞ որտեղ ես իմ քրեական մարմինների շրջանակներում ես եզակի դեպքով եմ մասնակցում ոստիկանության կողմից խոշտանգ նանա ու չեմ պաշտպանում խոշտանգողին, այլ պաշտպանում քրեական մարմնով բացարձականում եմ մարդուն։ Իսկ Հայկ Հակոբյանի հանդեպ տնային կալանքում սահմանափակումներ չկան, ինչպես տեսանք դատարանի բակում ազատ տեղաշարժվում էր, հանգիստ խոսում էր, սահմանափակումներ չկան, թե ում հետ պետք է։ Քննարկման առարկա կդարձվի հետ, բայց իմ պաշտպանների նկատմամբ կան այլ բոլոր տեսակի սահմանափակումներ։ Այս շրջապատով է եկել ու դասում ոստիկանական Դե խումբ, եթե դուք ներկայացնեք համապատասխան վիդեոները, որտեղ որ Կերև այլ անձանց հետ շփում, նշանակ մենք այդ հարցը կբարձրացնենք դատական նիստի ժամանակ կամ հաջորդ դատական նիստի ընթացքում, եթե խախտված լինի սահմանափակում։